ձևավորել դուք հատկապես մենք զորակարգներով այն կարևորագույն խնդիրները, որը նմանատիպ խնդիրներ իհարկե կարևորագույն բացասվեց դա ինչպիսին արևայրեներից մյուսը դա դեռ չափոնացի հետ չեն ուզել զերծ մնանք դրանից, բայց շատ կոնկրետ խնդիրներ կան, որ լուծման անհրաժեշտություն կա։ Օրինակ դուք նշեցիք իրանացիները եւ ուզենա դրա պատասխան իմանալ, որ թիվ 2 պրոբլեմ ուներ գործարանների արդիականացումն է եւ մասնագետների միջին տարիքը եւ ոչ պատասխան։ Դուք ձեր ելույթում այլ խոսեցիք աշխատանքի մասին։ Ես մեկը որպես նայել կինոն կապում է ծով մասնագիտության ու բարձրացնողների ակնկալում եմ, որ դուք ավելի շատ խոսեք աշխատավարձերից դա է։ Այսինքն ֆինանսական եւ ֆինանսատեխնիկական բազայի բացակայության մասին։ Չեմ ուզում շատ խոսել, բայց ակնհայտ է, որ այդտեղ բարձր տեխնոլոգիայի մասին ազգային ժողովի պատերի տակ հայտարարություններով վերումից կրնի մասնագետների կողմից խնդիրը չի լուծվում։ Եվ խնդրին իմ կարծիքով ճիշտ մոտեցման համար ոչ թե պետք է խոսել, վստահ եմ, որ դուք եք ցանկություններ բարգասում, պատակը ճիշտ ուղու վրա գանա, ոչ թե ասենք, որ գործարներ արդիականացումը խնդիր պետք է լուծում, մասնագետների խնդիր պետք է լուծում։ Այդ իմ կարծիքով պետք է առնվազն պոլիտեխնիկում յոն է մի ամբյոն պաշտպանության նախարարությունը բազային դարձածներ, համապատասխան լրջագույն մասնագետներ կա, հետները թեման քննարկած եւ առաջի հերթին այսօր չեք կարող դուք բարձր, ոչ էլ մենք բարձր որակի ինժեներին կամ ծանրավորներին 120,000 կամ 180,000 դրամով հորդորեն անում հայրենիքի աշխատի։ Հավատեք այդպես չի լինի։ Եվ ես կուզենայի, որ մեր քննարկումը ավելի շատ այս ուղղությամբ գնա, շատ խստիվ, էական եւ կարևոր խնդիրներ։ Եվ գտնենք այն ուղիները, որով այս խնդիրը լուծվում։ Եվ վերջին հարցը ներողություն խնդրում, սահմանից խոսվեց իհարկե, որ սահմանը խնդիր կա, ես ուզում եմ իմանալ ինչն է պատճառը, եթե նպատակահարմար չեք գտնում այստեղ նախնիության ընդհանրված, միգուցե չպատասխանել, որ մենք սահմանին նեգատիվն եմ առաջնային գծում, միջինքնա չենք կարող տեղադրենք ամենապարզագույն, որ այսօր հնարավորներ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ կատարել, դիտարկում իրականացնող սարքավորումներ։ Եվ նույնիսկ չեմ ուզում հիշեցնեմ, թե իմ տեխնոլոգիաները դիտարկում այսօր մեր պապերից եկած հրամատներում, որպեսզի անցումային կետերում հասկանան, որ դիվերսիոն խմբերը գալի եւ այլ։ Անգամ ամաչում ներմեսին կուսել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Տուլյան, նախ վերջից գանք դատված հարկավորումների հետ։ Միանշակ կարելի է ասել, որ հենց առաջի օրվանից, երբ որ մենք անցանք պահպանության սահմանը, տվյալ խնդիրը մեր առաջ, բանակի առաջ ծառացել էր արդեն։ Եվ տենց չի, որ այսօր արտավասկով մենք համապատասխան միջոցներ ունենք առաջի լուծում։ Ունենք տարբեր տեսակի միջոցներ, բայց այսօր արտավասկով խնդիրը տարբեր տեսակի միջոցների արկայություն չի։ Այդ այն միջոցների, որոնք որ թույլ տան տվյալ հեռավորության վրա ժամանակին հայտնաբերել։ Ու ամենագլխավոր խնդիրներից մեկը, որ դա պիտի լինի եղանակի ցանկացած պայմաններով, ցանկացած պայմաններով։ Դրա համար կա գոյություն ունի ընդամենը, այսօր պատասխանով գիտությունը երեք ուղղություն է տալիս, դա առաջի հերթին դա սեյսմիկ տվիչների հիման վրա, երկրորդ դա տեխնոլոգիաների ջերմա եւ դոպլերային էֆեկտի վրա։ Եվ այդ երեք ուղղությունները մենք աշխատանքները եւ ռազմավարական եւ համալիրի միջոցով մենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք եւ բացի դրանից փորձում ենք տվյալ ուղղություններով համապատասխան սարքավորումներ ներկայացնել Հայաստան։ Ու սա չեմ ասում ինչ-որ գաղտնիքա, վերջի 6-7 ինժեներական վարչության պետը պարոն գեներալ-լեյտենանտը նստած մեր կողքին վերջի 4-5 ամսվա ընթացքում, եթե չեմ սխալվում, առնվազն 4-5 կոմպլեկտ տարբեր տեսակի հայտնաբերման միջոցների փորձարկումներ են անցկացրել, դաշտային փորձարկումներ են անցկացրել եւ հիմա այդ նույն փորձարկումները անց են կացնում։ Եվ դա ասեմ, դուք անդրադարձ ֆինանսական խնդիրների մի
իհարկե ես կանդրադառնամ դրան, եւ այսօր ակտորվասով համապատասխան ֆինանսական բյուջետները արկա են տվյալ ծրագրի ուսման համար։ Ինչ վերաբերում աշխատավարձերին, ձեր բարձրացած հարցը, ես միանշանակ համաձայն եմ։ Միանշանակ։ Եթե նորմալ աշխատավարձ եղավ, նորմալ մասնագետների կմիանալ։ Բայց մենք ունեինք փորձ 91 թվականին, երբ որ առաջի անգամ մենք Շարիցավանում վերցրեցինք որպես բազային գործարան ծանր տեխնիկայի հրետանու վերանորոգման համար, այն ժամանակ մենք գնացինք հետևյալ տարբերակին, ասենք Պոլիտեխնիկ ինստիտուտի շրջանավարտներին 5-10 հոգի ներգրավվում էին, տեղասպորտ նշանակում էին համապատասխան աշխատանքի գործարանում եւ գործարանում նրանք համապատասխան փորձ էին գրում եւ հաշվում են որպես ծառայություն։ Ամեն դեպս այդ ընթացքում մենք ունեցանք բավականին լուրջ առաջընթաց պոլիտեխնիկի ուսանողների ընդգրկման պատճառով, բայց հետագայում պրակտիկան դադարեցվեց, գուցե նորից անդրադառնանք տվյալ հարցին։